Բարև ձեզ եւ բարի գալուստ Arthrokit։ Այս տեսանյութում մենք քայլ առ քայլ կցուցադրենք, թե ինչպես տեղադրել SketchUp-ը եւ ակտիվացնել Arthrokit հարթակը, որպեսզի կարողանաք անմիջապես աշխատել SketchUp-ում։ Քայլ 1. SketchUp-ի ներբեռնում եւ տեղադրում։ Առաջին քայլը SketchUp-ը ներբեռնելն է պաշտոնական կայքից կամ Arthrokit թիմից ստացած հղումով։ Ընտրեք ձեր համակարգչին համապատասխան տարբերակը, ներբեռնեք ֆայլը եւ սկսեք տեղադրումը։ Պատուհանում սեղմեք հաջորդ, ընդունեք պայմանները, ապա սեղմեք տեղադրել։ Սպասեք, մինչև տեղադրումն ավարտվի։ Տեղադրումից հետո բացեք SketchUp-ը ստուգելու համար, արդյոք ծրագիրը ճիշտ է գործարկվում։ Քայլ 2. Գրանցում Arthrokit հարթակուն։ Երբ SketchUp-ը տեղադրված է, հաջորդ քայլը Arthrokit հարթակում գրանցվելն է։ Մուտք գործեք Arthrokit-ի կայք եւ ստեղծեք հաշիվ օգտագործելով ձեր Gmail հասցեն։ Գրանցումից հետո համակարգը ավտոմատ կերպով կստեղծի ձեր անձնական վահանակը։ Ձեր անձնական վահանակում անցեք լիցենզիաներ բաժին։ Երբ այնտեղ լինեք, պարզապես ընտրեք Arthrokit հարթակի փորձնական տարբերակը եւ սեղմեք ներբեռնման կոճակը շարունակելու համար։ Սա կսկսի ձեր ներբեզնումը։ Ներբեռնված ֆայլը կլինի RBZ ձևաչափով։ Պահպանեք այն հեշտ գտանելի վայրում, օրինակ աշխատասեղանին կամ ներբեռնումների պանակում։ Հա 3. Arthrokit հարթակի տեղադրումը SketchUp-ում։ Հիմա վերադառնանք SketchUp։ Վերևի մենյուում անցեք Ընդհարձակումներ բաժին, ապա ընտրեք Ընդհարձակումների կառավարիչ։ Բացված պատուհանում սեղմեք Տեղադրել ընդհարձակում կոճակը։ Ընտրեք ձեր անձնական հաշիվից ներբեռնած Arthrokit-ի RBZN ֆայլը եւ սեղմեք Բացել։ SketchUp-ը կսկսի տեղադրել Arthrokit հարթակը։ Տեղադրման ընթացքում ծրագիրը կխնդրի ձեր գրանցման կոդը։ Այս կոդը կարող եք գտնել ձեր Arthrokit անձնական հաշվում նույն բաժնում, որտեղ ներբեռնել եք տեղադրման ֆայլը։ Պատճենեք կոդը, վերադարձեք SketchUp, մուտքագրեք այն ակտիվացման պատուհանում եւ հաստատեք։ Հաստատումից հետո Arthrokit հարթակը կակտիվացվի SketchUp-ում։ Հայլ 4. Ստուգում ենք Arthrokit-ի ֆունկցիաները։ Հաջորդ քայլը ծրագրում Arthrokit-ի ֆունկցիաների հայտնվելը ստուգելն է։ Դրա համար վերևի մենյուում անցեք Դիտում, ապա Գործիքագոտիներ։ Գործիքների ցանկում նշեք Add-ons եւ Arthrokit։ Դրանց ստուգումից հետո Arthrokit-ի պատկերակները կհայտնվեն էկրանին։ Դրանք հնարավորություն են տալիս օգտվել հարթակի ֆունկցիաներից, մոդուլներից, գրադարանից եւ թարմացումներից։ Քայլ 5. Գների եւ ռեսուրսների թարմացում։ Երբ պատկերակները հայտնվեն, անհրաժեշտ է թարմացնել գները եւ ռեսուրսները։ Arthrokit-ի վահանակում սեղմեք Թարմացնել գները թարմացնելու համար, ապա սեղմեք Թարմացնել ռեսուրսները, գրադարանը եւ անհրաժեշտ ռեսուրսները ներբեռնելու համար։ Կարևոր է սպասել, մինչև գործընթացը ամբողջությամբ ավարտվի։ Մի փակեք SketchUp-ը եւ մի փակեք ներբեռնման ընթացքում հայտնվող պատուհանները։ Թարմացումները ավարտվելուց հետո Arthrokit հարթակը պատրաստ է աշխատանքի։ Այժմ կարող եք անմիջապես SketchUp-ում օգտագործել Arthrokit-ի մոդուլները, գրադարանը եւ ֆունկցիաները։ Եթե տեղադրման ընթացքում որևէ դժվարության հանդիպեք, կրկին ստուգեք այս տեսանյութի քայլերը կամ դիմեք Arthrokit-ի թիմին աջակցության համար։